Հաղորդման գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշն իր էնդոպրոթեզների համաշխարհային բրենդով։ Բարև ձեզ, եթերում իմունիտետ հաղորդաշարն է եւ ես բժիշկ Գրիգոր Ավետյանն եմ։ Մեր գլխավոր նպատակն է տալ պրակտիկ խորհուրդներ եւ լուծումներ, որոնք կօգնեն ձեզ առօրյա կյանքում ապրել առողջ, երջանիկ եւ առանց սահմանափակումների։ Այս հաղորդաշարը ստեղծվել է ձեզ համար, այնպես որ ձեր առողջական խնդիրների մասին դուք ազատ կարող եք կապ հաստատել մեզ հետ եւ պատմել այդ ամենը, կամ գրում եք իմ պրոֆեսիոնալ էջին եւ հայտնում ձեր բոլոր խնդիրները։ Մենք անձամբ կնայենք այդ ամենը, կտեսակավորենք, իսկ ամենահաճախ հնչող հարցերի շուրջ կկազմենք առանձին թողարկում։ Հիշեցնեմ, որ իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր եվրոպական էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզները մեծ հռչակ են վայելում Ամերիկայում, Եվրոպայում եւ Ճապոնիայում։ Դուք արժանի եք լավագույնի։ Ընտրեք United Orthopedic-ը եւ բարելավեք ձեր քայլքի որակը։ Իմունիտետի տաղավարում այսօր խոսելու ենք շատ լուրջ խնդրի մասին, սակայն խոսելու ենք ոչ միայն խնդիրների, այլ նաև նրանց լուծումների մասին։ Դա գլխուղեղի կաթվածն է։ Շատերին դա հայտնի է որպես վերջնական դատավճիռ, սակայն նորագույն բժշկությունը տալիս է հիասքանչ լուծումներ, ինչպես չկորցնել ոսկյա ժամանակը, ինչպես ապաքինվել եւ վերադառնալ ընտանիք եւ ձեր առօրյա կյանքին։ Այս ամենի մասին խոսելու ենք նեյրովիրաբույժ Դավիթ Սահակյանի հետ։ Բարև ձեզ, բժիշկ Սահակյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը եւ այսօր եկել եք ձեր թանկագին ժամանակից հատկացնելու մեզ եւ մեր հեռուստադիտողներին։ Այսօր շատ կարևոր հարցեր են քննարկելու, բայց քանի որ ձեր գործունեությունը շատ ընդարձակ է, բաժանենք մի քանի մասի։ Եկեք սկսենք ինսուլտներից, այսինքն գլխուղեղի կաթվածներից, շտապ անհետաձգելի խնդիրներից։ Բարև ձեզ, բժիշկ Ավետյան, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Երևի մենք կարող ենք նաև անցնել իրար պրոստը անունով դիմենք, եթե դեմ չեք, Գրիգոր ջան։ Հա, շնորհակալ եմ հրավերի համար, առաջին հերթին շատ կարևոր գործ է բնակչության շրջանում, հատկապես սուրբ հիվանդությունների, ինչպիսին են գլխուղեղի կաթվածը, որտեղ ամեն րոպեն կարող է ժամանակ կախյալ, ուղեղի վիճակի վրա ազդել, տեղեկատվությունը բարձրացնել է։ Եթե խոսենք գլխուղեղի անոթային հիվանդությունների վերաբերյալ, իսկ մեր գործառույթը կապված է գլխուղեղի անոթային գլխուղեղի եւ ողնուղեղի իհարկե անոթային հիվանդությունների բուժման հետ, հիմնական եղանակը ներանոթային բուժումն է, այսինքն միջամտությունները իրականացվում են գլխուղեղի անոթների ներսից, ոչ թե դրսից։ Եվ գլխուղեղի անոթի հետ կապված ցանկացած խնդիր, դա օրինազեղում պատռում անոթի կամ խցանում անոթի, դա հանգեցնում է գլխուղեղի հյուսվածքի վնասման, ինչը կոչվում է գլխուղեղի կաթված։ Գլխուղեղի կաթվածները իրենք սուր սիտուացիաներ են, շատ ժամանակ կախյալ, որովհետև գլխուղեղի հյուսվածքը թերևս մեր օրգանիզմի ամենաշատ էներգետիկ կախյալ եւ արյան մատակարարումից կախված հյուսվածքն է։ Մոտավորապես նյարդային բջիջը մոտ 5 րոպե ժամանակ ունի, մինչև արյունազերկման պայմաններում իր կենսունակությունը կարա պոտենցիալ պահպանի եւ եթե վերականգնվի արյունամատակարարումը կարող է դեռ հետ վերադառնալ կյանքի, այսպես ասած։ Սակայն ցանկացած գլխուղեղի կաթվածի դեպքում, երբ որ առկա է մեծ խոշոր անոթի խցանում, բացի հիմնական անոթից, օրգանիզմում առկա են նաև այսպես կոչված կոլատերալ կամ ալտերնատիվ սնուցման ճանապարհներ, պատկերացնենք ոնց որ ցանկացած օրգան ծառի նման է սնուցում, ոնց որ ինչպես ծառի ճյուղերը, եւ ինչ որ հատվածներում այդ ծառի ճյուղերը իրանք փոխխաչվում են, միանում են իրար եւ եթե մի ճանապարհը փակված է, ապա այս կամ այն չափով կարող է ալտերնատիվ սնուցման ճանապարհը առաջանալ լինել, սակայն երբ որ հիմնական ճանապարհը խցանվում է, փակվում է, այդ ալտերնատիվ սնուցման ճանապարհները
ժամանակի հետ աստիճանաբար տեղի են տալիս, այսինքն ինչպես խցանում է մեծ փողոցում, հիմնական փողոցը խցանվեց, մեքենաները կարող են կողքի ճանապարհներով շրջանցել, այնքան ժամանակ մինչև այդ կողքի ճանապարհներն են ի վերջո արդեն խցանվում։ Դրա համար գլխուղի հյուսվածքը սկզբնական ժամանակահատվածում դեռ ունի որոշակի կենսունակության պահպանում, այսինքն անբավարար անհամատակարարման պայմաններում սկսում է կորցնել իր ֆունկցիան, այսինքն էլեկտրական ակտիվությունը, եւ մենք դա տեսնում ենք արդեն հիվանդի մոտ վատացումով, ձեռքի, ոտքի շարժումների խանգարումով, խոսքի խանգարումով, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ հյուսվածքը արդեն մահացած է եւ հնարավոր չէ իրան հետ բերել։ Դրանից ելնելով հետազոտությունները բազմաթիվ որ կատարվել են, երկու հիմնական, այսինքն այդ վնասվող հյուսվածքում երկու հիմնական զոնաներ են տարբերակել։ Դա այսպես ասած կորիզն է, այն զոնան է, որտեղ արյան մատակարարումը այնքան է նվազել, որ արդեն անհնար է կենսունակությունը վերականգնել այդ հյուսվածքի, եւ հիմնականում ավելի մեծ ընդարձակ զոնաներ են լինում, որտեղ որ դեռ կենսունակությունը կարա վերականգնվի, եթե բավարար արյունամատակարարումը հետ գա։ Եվ դա կոչվում է պենումբրա, մեր լեզվով ասված պենումբրա, եւ տարբեր մարդկանց մոտ իհարկե դա տարբեր արագությամբ է տեղի ունենում, բայց սուր կաթվածի պարագայում միակ ֆակտորը, որը շատ կարևոր է, դա ժամանակն է, ինչքան շուտ արյունամատակարարումը վերականգնվեց, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ պենումբրան չի վերածվի կորիզի եւ պենումբրան կարա հետ գա եւ մարդը կարող է ունենալ ֆունկցիոնալ վերականգնում։ Իսկ ո՞րն է այդ ոսկե ժամանակը, որ ասում եք ինչքան շուտ վերականգնվի, ո՞րն է այդ ոսկե ժամանակը, որ դուք հասցնում եք դա վերականգնել եւ որ պահից սկսած այլևս հնարավոր չի, կա ինչ-որ ֆիքսված ժամանակահատված, թե դա խիստ ինդիվիդուալ է։ Դա իրականում խիստ ինդիվիդուալ է, ամեն ինչ կախված է թե տվյալ անձնավորության մոտ, հատկապես ամենամեծ ֆակտորը գործոնը, որ ազդում է, իհարկե այդ ալտերնատիվ սնուցման ճանապարհների առկայությունն է եւ դրանց զարգացվածությունը։ Դրանք մարդուց մարդ կախված տարբեր են։ Իհարկե նշանակություն ունի ուղեղի որ հատվածն է վնասվում, կան ուղեղում զոնաներ, որոնք շատ կարեւոր են, բայց իրանք շատ վատ ալտերնատիվ սնուցման ճանապարհներ ունեն ի սկզբանե գլխուղեղի անոթային համակարգի կառուցվածքի պատճառով։ Եվ հակառակը կան զոնաներ, որոնք ավելի մեծ հավանականություն ունեն, որ կարող է ալտերնատիվ սնուցման ճանապարհներ ունենան։ Դրա համար շատ կարևոր է ժամանակը, այսինքն ինչքան հնարավոր շուտ բացեցիչ, անոթը կարևոր է պացիենտը ինչքանով ունի ալտերնատիվ է կոլատերալ արյունամատակարարում եւ ինչ չափի եւ որ լոկալիզացիայի անոթն է խցանված։ Դրանից կախված է հիվանդության ելքը։ Ինչ ասելով, ինչ վերաբերում է ոսկե ժամանակին, ոսկե ժամանակ հասկացությունը մի քիչ երևի սխալ է ասել, որովհետև կա որոշակի կրիտերիաներ կան։ Օրինակ, արդեն ապացուցված է, որ մինչև 24 ժամը վստահաբար դու շանս ունես ուղեղը արյունամատակարարումը վերականգնեց, ուղեղը փրկես։ Ոչ բոլորի մոտ, ցավոք սրտի, այդ 24 ժամ հասկացությունը ինքը գալիս է նրանից, որ դու նկարեցիր, կատարեցիր գլխուղեղի MRT, կատե պերֆուզիոն հետազոտություն կամ այլ լրացուցիչ օժանդակ հետազոտություն արեցիր, հյուսվածքի վիճակը տեսար, որ կա դեռ փրկելու բան եւ գնում ես վիրահատության, այսինքն գնում ես վերականգնելու արյունամատակարարումը։ Դրա համար ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենքը հետեւյալն է, ինչը վերաբերվում է մեխանիկորեն, այսինքն մեր վիրաբուժական, այսպես ասած, ներանոթային իհարկե վիրաբուժական մարդիկ չպատկերացնեն, որ կտրված քարվում, փոքրիկ անց քարվում, ձեռքին կամ ոտքին, այս աճուկային հատվածում ներսից ենք աշխատում, մինչև 24 ժամն է։ Հիմա ներկայումս մենք հետազոտություն ենք կատարում, միջազգային հետազոտության անդամ ենք, մի մաս ենք կազմում, որպեսզի այդ ժամանակը կարողանանք երկարացնել մինչև 72 ժամ, որովհետև առանձին դեպքերով արդեն ապացուցվել է, որ երբեմն նույնիսկ մինչև 72 ժամ որոշ ընտրված պացիենտների մոտ կարող է ուղեղը կենսունակություն դեռ պահպանված լինի եւ հնարավոր լինի վերականգնել արյունամատակարարումը։ Այդ կրիտերիաները երկրներից երկիր տարբեր են, մեր մոտ շատ առաջադեմ է այդ առումով, որովհետեւ կան երկրներ, որ մինչև 6 ժամ, մինչև 12 ժամ, մեզ մոտ մինչև 24 ժամ, բայց ելնելով նրանից, որ կա հատուկ հետազոտություններ արվել են եւ ուղեղը կենսունակությունը պահպանում է դեռ։ Դավիթ, շատ հետաքրքիր բան ասացիք մեր երկրի առաջադեմության հետ կապված։ Ես իհարկե քաջատեղյակ եմ այդ ամենից, բայց մեր հեռուստադիտողների համար լավ կլինի, որ մանրամասնենք, թե ինչի հաշվին ենք մենք այդքան առաջադեմ։ Ես շատ լավ գիտեմ, որ դուք նաև անցկացնում եք դասընթացներ, վերապատրաստումներ եք անցկացնում ոչ թե Հայաստանի համար, այլ առհասարակ տարբեր երկրներից գալիս են Հայաստան ձեր մոտ դասընթացներ անցնելու համար։ Խնդրում եմ դրա մասին խոսենք եւ խոսենք այն ամենի մասին, թե ինչ եք սովորեցնում, ոնց է արվում այդ վիրահատությունները, ինքներդ ասացիք, որ դա մեծ կտրվածքներ չի, մի փոքր անցքով, երակների, զարկերակների միջով
եւ անոթների միջով դուք գնում հասնում եք գլխուղեղ։ Մի քիչ ավելի պատկերավոր բացատրենք, որպեսզի մեր հերոստատիտողները հասկանան, քանի որ բժիշկներ չեն այնտեղ։ Ամենապատկերավոր անալոգիան երևի ինչպես մենք ասում ենք, մենք գլխուղեղի, ես չգիտեմ, բառը կներեք սանտեխնիկ։ Երևի բոլորը կհասկանան։ Այսինքն, երբ որ դու գործ ունես խողովակների հետ եւ աշխատում ես հեռու ինչ որ հարց լուծելու, իրականում դա շատ բարձրացված բան է, մենք պարզապես մեր մասնագիտության շրջանակում տենց անում իրար տենց ենք անվանում, բայց իրականում սիտուացիան հետեւյալն է։ Գլխուղեղի անոթների մուտքը, դու կարող ես ունենալ մի քանի ճանապարհ։ Առաջին անմիջապես գանգից, կատարես կտրված, կանցնես անմիջապես անոթների մոտ միջամտես։ Բայց այդտեղ կան ռիսկեր, որովհետև ինչքան մոտ է կարևոր հյուսվածքներին մոտ ես գտնվում, այդքան ավելի մեծ պոտենցիալ ռիսկեր ես դու հասցնում, վնասներ ես հասցնում։ Ցանկացած վիրահատություն, ցանկացած, նույնիսկ լինի փոքր չափերի, թե մեծ չափերի, ինքը ուղեկցվում է օրգանիզմին վնասվածքով։ Նույնիսկ եթե մարդ պետք է ապենդեկտոմի արվի, ապենդիցիտը հեռացվի, պետք է կտրված կանես, պետք է մտնես, դու պետք է իրան վնասես, բայց հարցն է բալանսավորվում արդյոք տված արդյունքը ավելի էֆեկտիվ է, քան քո տված վնասվածքը։ Դրա համար միշտ վիրահատությունը ցանկացած դեպքում դա ամենածայրահեղ մեթոդն է, եթե հնարավոր է դեղով լուծել հարցը, ուրեմն իհարկե մենք ընտրում ենք միշտ դեղորայքային բուժումը։ Մյուս հարցը, երբ որ դու մոտենում ես անոթներին, երկրորդը դու պետք է մոտենաս այնպիսի տեղից, որ մինիմալ վնասվածք հասցնես կողքի հյուսվածքներին եւ միևնույն ժամանակ, եթե քո մուտքի տեղից դու ունես որևիցե խնդիր, օրինակ ծակեցիր անոթը, մտար այդ անոթի հետ եւ անոթը լավ չփակվեց կամ անոթի այդ հատվածում անոթը վնասվեց, պետք է այն հատվածում լինի այդ վնասվածքը, որը որ հեշտ լուծելի լինի, այսինքն կողքից այլ խնդիրներ չառաջացնի։ Դրա համար այս մասնագիտությունը ստեղծվել է այդ ճանապարհով գնալով, եւ մենք գլխուղեղի անոթներին հասնում ենք մաքսիմալ հեռու տեղից։ Ոչ թե նախկինում արվում էր քնային զարկերակից, բայց հետո միևնույն է քնային զարկերակից մտնելը եւ էլի բարձրանալը, այստեղ եթե հանկարծ հեմատոմա առաջացավ, լցվեց, դա խնդիր է։ Այդ դեպքում գնացին ավելի հեռու եւ աստիճանաբար հիմնական մուտքերը հիմա որը կան, դրանք են ճաճանչային զարկերակը, այսինքն պուլսը, որը մենք չափում ենք, եւ ազդրային զարկերակը կամ ֆեմորալ զարկերակը, որը գնում է դեպի ոտք։ Այն տեղերում, որտեղ անհրաժեշտության դեպքում դու կարող ես սեղմել, պարզապես սեղմել եւ եթե զարկերակավորնասումը, օրինասությունը կանգնացնել։ Իհարկե, խոսքը գնում է շատ հազվադեպ դեպքերի մասին, պետք է հասկանանք, որ դա փոքր անց կա արվում ընդհանրապես անոթի վրա եւ այդ բոլոր հատուկ գործիքներ կան, որոնցով դա արվում է, հատուկ կարելու գործիքներ կան, բայց իմաստը դա է։ Ինչպես արվում է սրտի ստենտավորումը։ Նույն ձևով։ Բայց դրանից հետո ինչ վերաբերվում է ոնց ենք մենք հասնում գլխուղեղին եւ ոնց ենք ընդհանրապես տեսնում այդ ամեն ինչը, այստեղ օգնության է հասնում ռենտգեն ճառագայթումը։ Իհարկե ռենտգեն ճառագայթումը դա իոնիզացնող ճառագայթում է, ինքը որոշակի վնաս կարող է հասնել մեծ դոզաների դեպքում, բայց սարքերը, որոնցով դա կատարվում է, իրենք հատուկ նախատեսված հաշվարկված սարքեր են, որոնք որ բավական ցածր դոզայով են իրականացնում ռենտգեն ճառագայթումը եւ հնարավորություն են տալիս վիզուալիզացիա ապահովել, այսինքն տեսնել, կոպիտ ասած, թե ոնց է գործիքը անոթի միջով շարժվում։ Գործիքներն ստեղծված են, պատվում են հատուկ իրենց կառուցվածքի մեջ հատուկ կամ պատված են հատուկ նյութով կամ այդ նյութից են սարքված, որպեսզի իրանք ռենտգեն կոնտրաստ լինեն, այսինքն ռենտգենի վրա իրանք երևան։ Եվ փաստացի աշխատանք իրականացնում այդպիսի գործիքներով, որպեսզի մենք տեսնենք անոթները, դե գործիքը տեսանք, բայց օրգանիզմը հյուսվածքով չենք տեսնում։ Այստեղ օգնության է հասնում այսպես ասված կոնտրաստ նյութը։ Կոնտրաստ նյութը մեծ մաս դեպքերում դա յոդ պարունակող յոդի հիմքով նյութեր են հատուկ, որոնք որ ներարկվում են կաթետրների կամ երկար բարակ խողովակների միջոցով, որոնք որ ներմուծված են օրգանիզմ, ներկը ներարկվում է, մենք փաստորեն ներկում ենք անոթը ներսից, տեսնում ենք անոթի պատկերը, այդ ընթացքում սարքը, որով որ մենք նկարում ենք, այդ սարքերը շատ խելացի սարքեր են, որ պատկերացնենք վիրահատարանը ամբողջությամբ 3 մասից է կազմված։ Բուն վիրահատարանից հսկողության սենյակից, որտեղ մոնիտորներ են եւ որտեղից արտաքինից է հսկվում, եւ առանձին միացենյակը, որտեղ գտնվում է այդ սարքի ուղեղը։ Առանձին մեծ սենյակը, այնտեղ կոմպյուտերներ են, UPS-ներ, այսինքն ինքը բավականին լուրջ device է այդ ամբողջ իրենց ներկայացնում։ Եվ արդեն կոմպյուտերով օգնությամբ ստացված ինֆորմացիան վերլուծվում է սարքի միջոցով եւ մենք ստանում ենք մեր մոնիտորի վրա արդեն պատկերներ
Օրինակ ոսկորները արդեն հանված, այսինքն ոսկորները չերևաց հողով, մենք տեսնենք մենակ անոթները, երբ որ գլխուղեղի հետ ենք աշխատում, կամ նույնիսկ 3D ենք կարող անենք, այսինքն սարքը պտտվում է, մենք ներկա ներարկում ենք եւ սարքը հետո մեզ վերջում 3D, 3D մոդել է տալիս գլխուղեղի անոթների եւ մենք կարող ենք այդ պտտենք, ոնց ուզում ենք տեսնենք, մանրամասն ուսումնասիրենք, շատ տարբեր ֆունկցիաներ կան ժամանակակից սարքերի վրա։ Նեյրո մեր գործի մեջ տարբերություն կարդիոլոգիայի օգտագործում են բիպլանային սարքեր, այսինքն սարքը պետք է ունենա միանգամից երկու պրոյեկցիա, այսինքն երկու ուղղությամբ եւ sense նայես եւ sense նայես, երկու կողմից նայես, որովհետեւ ուղղակի անոթների անատոմիան բավականին բարդ է եւ աճ ու ձախ գնալու տեղերը այդքան էլ շատ չեն, որովհետեւ ավելի հստակ մանիպուլյացիաներ արվեն։ Բայց մի խոսքով դա բավականին հետաքրքիր մասնագիտություն է եւ ինքը շատ առաջադեմ է։ Իրականում վերջին զարգացումները, առաջի աշխատանքները սկսվել են դեռ շուտ, առաջի դեպքերը, բայց ի վերջո նեյրոն, հենց նյարդային բաները դա վերջի երևի մի քանի տասնամյակի զարգացման մասին է խոսում։ Եվ խնդրում եմ նաև ասեք ուսուցման process-ի մասին, քանի որ դուք այստեղ շատ մեծ հպարտությամբ եմ ասում, քանի որ հիմա Հայաստանում կա այնպիսի մի հատ ուսումնական կենտրոն, ուսումնական ծրագիր, որը տարածաշրջանում ինքը եզակի է եւ առաջատարն է։ Ամեն ինչով չենք կարող ասել, որ մենք տարածաշրջանում առաջատարն ենք եւ այդ առաջատար ուսումնական process-ի մեջ ընդգրված եք դուք եւ կենտրոնում եք հենց դուք, ամենակենտրոնում։ Խնդրում եմ դրա մասին։ Ինչ վերաբերում է ուսուցմանը, ուսուցման փաստ այսինքն ինչին մարդիկ ուզում գան եւ սովորեն։ Մի քանի պատճառներ կան, ինչի համար անպայման ուզում են գան Հայաստան։ Նախ առաջին դա երկար տարիների աշխատանքներ, որը որ ցույց տվեց լավ արդյունքներ եւ ներկայումս գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածին մասին եթե միայն խոսենք, այլ անևրիզմաների եւ այլ խնդիրների մասին կխոսենք, Հայաստանը առաջատարներից մեկն է, եթե ոչ առաջատարը, հատկապես հետխորհրդային երկրներով եթե վերցնենք։ Սարքավորումների տեսակետից վերջին տարիներին այն սարքերը, որոնցով ես կարող եմ մեր կենտրոնի մասին ասեմ, զինվեցին, իրանք էլի ամենաառաջատարն, այսինքն ասած գնացին եւ ամենաառաջատար Siemens կամպանիայից գնացին ամենավերջի պրոդուկտը, այսինքն ամենավերջի հեռախոսը, որպես ասած, որը ստեղծվել է։ Ինքը ունի բազմաթիվ ֆունկցիաներ եւ երբ որ մարդիկ գալիս են մեզ մոտ, մենք արդեն տեսնում ենք, իրենք կարող են տեսնել լավ, եթե իրենց մոտ դա չկա, բայց ինչ հնարավոր է անել, այդ մեկ։ Երկրորդը բուժման արդյունքները, վիրահատական տեխնիկաները, մեթոդները եւս Հայաստանում շատ ակտիվ զարգացում ապրեց, ամեն ինչ սկսեց 2010 թվականից աստիճանաբար եւ սկզբից շատ դժվար էր, սարքերը չեն եւ այլն, բայց աստիճանաբար մենք հասանք շատ մեծ արդյունքների եւ իմիջիալոց դրա մեջ շատ մեծ դեր խաղաց նաեւ մեր դիասպորան, այսինքն մեր գոլեգաները արտասահմանից, Ամերիկայից, հատկապես Կանադայից, ովքեր որ իսկապես շատ մեծ օգնության հասան մեզ, իրենք գալիս էին մարդիկ իրանց հաշվին, իրանց ժամանակը տրամադրելով գալիս էին, մեզ օգնում էին, մեր մեջ կանգնում էին, սովորացնում էին եւ ես շատ ուրախ եմ, որ ինչ որ մի պա եկավ, երբ որ իմ գոլեգան Միքայել Գրիգորյան, որը եկել էր Ամերիկայից, ինքը կանոտ ասում է, «Սկի ես sense սարք չունեմ իմ մոտ, սկի մենք այսքան չենք վիրահատում»։ Հա, այսինքն հասավ ինչ որ բան մի этаպի, որը որ իհարկե իրանց շնորհիվ այդ ամեն ինչը եւ մեր եւ իրանց համատեղ աշխատանքի շնորհիվ ա եղել, բայց դա իսկապես պարտանալու առիթ է տալիս եւ մեզ եւ իրանց։ Եվ ի վերջո, երբ որ արդեն կողքից էլ տեսան, իհարկե մենք գնում ենք կոնֆերենցիաների ներկայացնում ենք եւ այլն, ամեն ինչ սկսվեց նրանից, որ տարբեր գործիք արտադրող կամպանիաներ, որոնք որ գործիք արտադրում, ասում են, լավ, մեզ պետք է այս մարդկանց սովորացնել այս գործիքից օգտվել, որտեղ կարող ենք անել, վերենք Հայաստան, որտեղ կա լավ սարքավորում, կան լավ մասնագետներ, կա ամեն ինչ առաջադեմ, եկեք սկսենք դրանից։ Աստիճանաբար սկսեցին փոքր խմբերից, այսինքն գալիս էր խումբը 2 օրով։ Բերեցին մեզ մոտ խմբեր, սովորացրեցին, գնացին, ու տենց աստիճանաբար հետո երկար մի շաբաթով արդեն խմբերը մեծացան եւ հիմա պրակտիկորեն երևի մի քանի ամիսը մեկ առնվազն մենք ունենում ենք 10 հոգանոց խմբեր, որոնք մի շաբաթով են մեզ մոտ գալիս, ունենք որ մի ամսով են գալիս սովորելու, հիմա արդեն աշխատում ենք, որովհետեւ պահանջներ կան, որ 6 ամսով կան արդեն full ամբողջական վերապատրաստում ավելի անցնեն մեզ մոտ եւ հիմա զբաղվում ենք այդությամբ, որովհետեւ մեզ շատ են խնդրում ու անդադ սպասում են դա անել եւ ես էլ անկեղծ ասած չէի սպասում, որ այս աստիճանի դա կգնա առաջ։ Ասեմ ավելին, արդեն փոխվում է նրանով, որ սկսում են մեզ հրավիրել այլ երկրներ ընդեղ դասավանդելու։ Հիմա ներկայումս այդ սիտուացիաներ կա եվրոպական բաներին, միջոցառումներին, ինձ հրավիրում են, ասում են դե վարեք դասընթաց, սովորացեք մարդկանց։
Դա շատ հաճելի է, իսկապես ամենակարևոր բանն է, որ իմ համար ամենակարևոր նպատակներից մեկն է, որ Հայաստանը քարտեզի վրա ասենց վառ կետ սարքենք ամեն դեպքում մեր մասնագիտության մեջ, ինձ թվում է արդեն բավականին այդ ճանապարհով աշխատանք է կատարվել եւ դա լավ է, մենք ենք պարտան դրանով։ Իսկ ես հիշեցնեմ, որ Իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր եվրոպական էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզները լայն տարածում ունեն Ամերիկայում, Եվրոպայում եւ Ճապոնիայում։ Ընտրեք United Orthopedic-ը, դուք արժանի եք լավագույնին։ Հաղորդման գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշն իր էնդոպրոթեզների համաշխարհային բրենդով։ Դավիթ, եկեք հիմա խոսենք գլխորի կաթվածի նշանների մասին, ինչպես պետք է մեր հեռուստադիտողները հասկանան, որ կա արդեն որոշակի ախտանշաններ, որի համար պետք է դիմել բժշկին։ Լեզուս էլ չի պատտվում ասեմ, որ իրենց մոտ կա, Աստված չտա, որ ույցը մեկի մոտ լինի, բայց գոնե պատրաստ լինեն, հասկանան, եթե իրեն շրջապատում ինչ-որ բան տեսնեն, գոնե ստիպեն, որ ժամանակին դիմեն բժշկին։ Գրիգոր ջան, գլխորի կաթվածի հետ կապված իհարկե դա մեծ լայն թեմա է, կա օրնազեղումով կաթվածներ, կա իշեմիկ կաթվածներ, իրենք մի քիչ կարող են իրարից տարբերվել որոշ դեպքերում կլինիկորեն, բայց հիմնական նշանները, որոնք որ մենք տարբերակում ենք գլխորի առանձին հատվածների ֆունկցիաների խանգարումով, դրանք են շարժողական ֆունկցիան, ամենաերևացողը դա ձեռքի շարժումների, ոտքի շարժումների դժվարությունն է, դեմքի ծրվածությունն է, որ ակնառու մարդիկ կարող են նկատել, հիվանդի դեմքը ծրվեց, հա, հատկապես ստորին հատվածը իջնում է ներքև, խոսքի խանգարումն է, եթե հիվանդը կարող է առաջինը սկսի խոսել խմածի նման, ոնց որ դիզարտրիա է կոչվում, երբ որ ոչը ստակ է խոսում, մյուսը դա խոսքի խանգարում, այսինքն մարդը չի հասկանում, լսում է խոսքը, դու այդ խոսում ես, ինքը քեզ անիմաստ բառեր է պատասխանում, չի հասկանում, ու ինքը իր խոսքն էլ չի հասկանում։ Եվ մյուսը խոսքի արտաբերման խանգարումն է, այսինքն երբ որ հիվանդը տարօրինակ ձայների նման է խոսում, այսինքն ոչ ճիշտ բառեր արտասանում, այդ բոլոր խոսքի խանգարում, այդպիսի նշաններ եթե տեսնում են թեկուզ մեկը, եթե բաժանենք այդ ֆաստ սանդղակ հասկացություն կա, face, դեմք, արմ, ձեռք կամ ոտք, հա, թուլություն կամ թմրածություն եւ speech խոսքի խանգարումը եւ fast time ամենակարևորը դա ժամանակն է, շտապ պետք է հրավիրվի շտապ օգնության մեքենա։ Լրացուցիչ գործոններից, որոնց դեպքում նաեւ պետք է հաշվի առնել, դա գլխացավն է, եթե հիվանդ ունի հատկապես հանկարծակի առաջացած ուժեղ գլխացավ, պետք է շատ ուշադիր լինել նաեւ հատկապես երիտասարդ պացիենտների շրջանում, եթե օրինակ եղել է ավտովթար, եղել է տրավմա, եղել է պարանոցի հետ մանիպուլյացիաներ, յոգայի դասեր, ծանրության բարձրացում, եթե առաջացել է պարանոցում ցավ, որովհետև երբեմն պարանոցում ցավը հատկապես միակողմանի հետևի կամ դիմացի մասում կարող է վկայել անոթի վնասման մասին։ Եվ հաճախ երիտասարդների մոտ 25% դեպքերում օրինակ կարող է լինել կաթված, որովհետև անոթը վնասվել է, աստիճանաբար տրոմբը հավաքվել եւ հետո այդ տրոմբը փոկվել է եւ խցանում է գլխավոր անոթը։ Դա կարող է լինի նույնիսկ օրինակ ավտովթարից մի շաբաթ հետո։ Դա համար այդ դեպքերում էլ եթե կան տարօրինակ ցավեր պարանոցում, օրինակ կտրուկ շարժումների ժամանակ, միշտ չի, որ դա ընդհանրապես մկանային ձգվածություն է, հա, պետք է անպայման դրան հետևել։ Եւ եթե ի վերջո առաջանում են այդ նշանները, անպայման իմ խորհուրդն է հնարավորինս շտապ հասնել հիվանդանոց, հասնելը ինչի եմ ասում, դինում են դեպքեր, որ շտապ օգնության մեքենային կանչում, դա ամենալավ տարբերակն է, եթե հնարավորություն չկա, ուրեմն թեկուզ սեփական ձևերով, բայց մաքսիմալ արագ հիվանդը պետք է հայտնվի հիվանդանոցում։ Որ հիվանդանոցում պետք է հայտնվի, կան կաթվածի կենտրոններ որոշակի, հա, իրանք առանձնացված կաթվածի կենտրոն, մեկը մեր կենտրոնն է օրինակ, ես խորհուրդ կտամ անմիջապես դիմել կաթվածի կենտրոն, որտեղ երբեմն լինում է, որ տեղափոխվում են ոչ կաթվածի կենտրոն, ժամանակի կորուստ ենք պարզապես ունենում այդ դեպքում։ Դա համար ամենաճիշտը միանգամից հիվանդը տեղափոխվի կաթվածի կենտրոն, կաթվածի կենտրոններում երբեք իրենք փակ չեն լինում, որտեղ լինում են դեպքեր, որ ասենք վերակենդանացման բաժանմունքը փակ լինի, գերծանրաբեռնված են կաթվածների համար, քանի որ դա շատ շտապ հրատապ խնդիր է, երբեք կաթվածի կենտրոնը փակ չի լինում։ Միշտ պարտավոր է տեղ ունենալ եւ պացիենտներին ընդունել եւ բոլոր միջամտությունները իրականացնել։ Դավիթ ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել
նման աշխատանք կատարելու եւ հարյուրավոր կյանքեր փրկելու համար եւ ուզում եմ անցնել էլի կյանք փրկող վիրահատություններից մեկ այլ հատվածի, դրանք էմբոլիզացիաներն են, այսինքն լայնացած անոթների էմբոլիզացիան, խնդրում եմ դրա մասին մի քանի խոսքել, քանի դեռ ժամանակում։ Գլխավոր պաթոլոգիաների հիվանդությունների մեջ, բացի անոթը փակվելուց, կա նաև անոթը պատռվի կամ վնասվի։ Հիմա վնասվածքի տարբեր մեխանիզմներ կան, լինում են դեպքեր, երբ որ կա բնածին օրինակ արատ պացիենտի մոտ, աննորմալ անոթային գծիկ, անոթների բերանակցում, օրինակ զարկերակից երակ ցածր ճնշման, բարձր ճնշման զարկերակից արյունը աննորմալ անոթով գնում է դեպի ցածր ճնշման անոթ եւ այդ հատվածում սկսում է լայնանալ կամ կարող է պատռվել։ Երբեմն կարող է ուղեկցվել էպիլեպտիկ ցնցումներով, հաճախ դա էլ է որպես սիմպտոմ է, որովհետեւ այդ անոթը անդադ պուլսացվում է, ուղեղին է հարում եւ առաջացնում է էպիլեպտիկ ակտիվություն։ Եթե տարբերակենք կաթվածի պայմաններում եւ ոչ կաթվածի պայման։ Կաթվածի պայմանը հիմնականում արյունազեղումներն են, այսինքն պացիենտը ընդունվել է մեզ մոտ, անոթը պատռված։ Դա կարող լինի անևրիզմաներ գլխուղեղում, դա լայնացումներն են, թուլացած հատվածներում անտիպատը ասենց արտապքվում է եւ լայնանում է եւ սովորաբար իրանք նույնիսկ հանկարծակի կարող են հայտնաբերվել միջև պատռվածքը եւ այդ դեպքում եւս հնարավոր է կանխարգելիչ միջոցառումներ անել, բայց դա կարող է պատռվի, կարող է վնասվի, կարող է նույն ձևով ոնց որ ասեցի սպորտզալում պացիենտը ծանրություն է բարձրացնում եւ անոթը փեղեկվում է պարզապես բարձր ճնշման պատճառով։ Այդ դեպքում միակ տարբերակը նոր արյունազեղումը կանխարգելել դա այդ անոթը ամրացնելն է լինում շատ հաճախ։ Էլի նույն եղանակով մենք բարձրանում ենք դեպի ուղեղի անոթներ եւ կախված նայած թե ինչ վնասվածքի մասն է խոսքը գնում, տարբեր եղանակներ կան, ներկայիս մեթոդները ներանոթային գործիքների այնքան են զարգացել, որ դրանց մասին առանձին մի հատ հաղորդում կարող ենք կազմել, թե որը ինչ մեխանիզմով աշխատում, ժողովուրդը դա կհասկանա ստենտավորում։ Ստենտը, այսինքն ցանցի նման խողովակ են դնում, որը որ ամրացնում է անոթի պատը, դա մի տարբերակ է, մյուս տարբերակը այդ պարկի մեջ, որ լայնացում է տվել, այդ հատվածի մեջ ոնց որ փոսը պետք է մի բանով լցնենք, մենք հատուկ պլատինից գործիքներով միկրոպարույրներ են, իրանցով ենք խցանում, ստեղծում ենք կարկաս, որի շուրջը հետո սպիացում է գնում կամ տրոմբվում է անոթը։ Դա կարող է երբեմն լինում է, որ կոչում են հատուկ էմբոլիկ ագենտներ, այսինքն նյութեր են, որոնք սոսենզի նման կամ հարաբուխի լավայի նման հոսում են եւ ի վերջո պնդանում են անոթի մեջ, ելի մտնում են առանձին այդ անոթների մեջ կոնտրոլով, հսկողությամբ հատուկ ներարկում են, որպեսզի վնասազերծենք այն հատվածը, որը որ մեզ պետք չի, որպեսզի արյունը մատակարարվի։ Դա էլ բավականին հետաքրքիր հատված է մեր աշխատանքի մեջ, բավականին մեծ դեր է խաղում։ Մյուս սիտուացիաները, օրինակ քրոնիկ սուբդուրալ հեմատոմաների մասին էլ բավականին ասպերչի տարիներին զարգացում ունեցավ։ Քրոնիկ սուբդուրալ հեմատոման, ով որ ունեցել է կիմանա, ով որ չունի ասեմ, որ դա հաճախ առաջանում է միկրոտրավմայից, փոքր տրավմայից հետո կարող է աստիճանաբար գլխուղեղի թաղանթի մակերեսի վրա աստիճանաբար արյան կուտակում է գնում, ի վերջո այդ արյունը քայքայվում է, պատվում է հատուկ պատիճով եւ հեղուկով լցված խոռոչ է առաջանում, որը որ աստիճանաբար մեծանալով կարող է դանդաղ սեղմել ուղեղին։ Դա կարող են տրավմաներից մեծ տարիքով մարդկանց մոտ է հաճախ առաջանում եւ ներկայումս էլ նախկինում էլ դրա բուժումը արվում էր կտրվածք էր արվում, անցք էր արվում, հատուկ լվացվում էր բավականին տրավմատիկ վիրահատություններ։ Համատական նեյրոխիրուրգիական այլ գործողությունների հետ ավելի քիչ տրավմատիկ, բայց հարցն է, որ բավականին մեծ ռեցիդիվ տոկոս ունի, այսինքն կրկնվելու հավանականություն կա եւ ներկայումս արդեն հնարավորություն կա այդ հեմատոմանները վերացնել սոսնձելով, այսինքն մենք մտնում ենք եւ այդ կապսուլայի, այդ պատիճի մեջի անոթներն են սոսնձվում եւ փաստորեն հեմատոման սնուցման տեղ էլ չունի եւ ինքը աստիճանաբար փակվում է եւ ցանում։ Այսինքն եթե ժամանակին կանոնընդհատ լցվում էր, դատարկվում ու էլի լցվում էր, հիմա արդեն վերջ։ Հա, հիմա սոսնձում եւ վերջնական է հարցը լուծվում։ Շատ իհարկե բժշկության մեջ 100% անվանակ է, բայց շատ ավելի լավ տոկոսներով է, շատ ավելի քիչ ռեցիդիվի տոկոսներ է տալիս եւ ամենակարևորը քիչ տրավմատիկ է։ Եվ հաճախ մեծ տարիքով մարդկանց մասին ենք խոսում, համար էլ ավելի կարևոր է ուղեկցող հիվանդությունների բաների պատճառով մինիմալ տրավմայով այդ ամեն ինչ իրականացնել։ Շատ շնորհակալ եմ շատ լուրջ ինֆորմացիա եւ կատարած աշխատանքի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ ես հիշեցնեմ, որ Իմունիտետ հաղորդաշարը ստեղծվել է ձեզ համար, այնպես որ ձեր առողջական խնդիրների մասին գրեք մեզ եւ մենք հատուկ կնայենք եւ կտեսակավորենք բոլոր հարցերը, իսկ ամենաշատ հնչող հարցերի շուրջ կստեղծենք առանձին հաղորդաշար։
Իսկ հիմա անցնենք հեռուստադիտողների հարցերին։ Սիրով։ Ունեմ զարկերակային բարձր ճնշում, արդյոք դա ինսուլտի կամ անոթի պատռվելու ուղիղ ռիսկ է։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց է իսկապես զարկերակային բարձր ճնշումը գլխուղեղի կաթվածի բարձր ռիսկն ու մեծ ռիսկի գործոն է, հատկապես չվերահսկված տատանվող բարձր զարկերակային ճնշումը ինքը կարող է առաջացնել ինչպես կարճատև ժամանակում խնդիրներ, օրինակ եթե առկա է անևրիզման պատրում, այնպես էլ երկարատև ի վերջո կարող է բերել անևրիզմաների առաջացման, կարող է բերել մանր անոթների, մազանոթների աստիճանի վնասվածքների, դրա համար այո, գլխուղեղի կաթվածի, հատկապես հեմորագիկ կաթվածի, բայց նաև իշեմիկ կաթվածի բարձր ռիսկ է դա։ Շնորհակալություն։ Միֆ է թե իրականություն։ Ինսուլտի ժամանակ պետք է ասեղներով ծակել մատների ծայրերը, որ վատ արյունը դուրս գա եւ ինսուլտ չլինի։ Ես կարծում եմ դա երևի թե 1500-ական, 400-ական թվականներին էր երևի, երբ որ արյուն բաստողելով էին բուժում, ներկայումս ցավոք սրտի այդ հեշտ մեթոդը ոչ մի ապացուցողական բազա չունի եւ ոչ, պետք է հիվանդի շտապ հիվանդանոց տանել։ Ինսուլտ տարած մարդը անպայման մնալու է անկողնում գանված։ Ոչ, անպայման կակրաստիկի ոչ, որովհետև գլխուղեղի կաթվածի տոկոսային առումով ավագային բարձր տոկոսով վերականգնումներ ենք ունենում հիմա եւ այո դա հնարավոր տարբերակ է, ամեն ինչ կախված է ժամանակից, երբ հիվանդը կհասցվի հիվանդանոց արդյոք կարող են ճիշտ միջամտությունները, ինչպես ասեցի մինչև այդ կաթվածը հանդիսանում է մահվան երկրորդ պատճառը եւ ինվալիդիզացիայի առաջին պատճառը։ Այո, եթե մենք նայենք ինվալիդության առաջացման տեսակետից, բայց դա չի նշանակում, որ անպայման ինսուլտով հիվանդը պետք է մնա գանված անկողնում, բացարձակապես ոչ։ Մեր տվյալներով առնվազն հիվանդների կես առաջին 3 ամսվա ընթացքում իրենք կարող են ինքնասպասարկել, այսինքն իրենք կամ ընդհանրապես վերականգնվել են կամ որոշակի օգնության կարիք ունեն ինքնասպասարկման համար, բայց դա ընդհանրապես 3 ամիս հետո։ Եթե մենք նայում ենք ավելի երկարատև ժամանակահատվածում, այդ պացիենտների թիվը կարող է հասնել ավելի բարձր տոկոսների եւ իրենք աստիճանաբար էլի վերականգնում են։ Դա շատ կարեւոր է վերականգնական բուժումը իհարկե անել ճիշտ, դա մենք դրա մասին չխոսեցինք, բայց դա կաթվածների հետագա վարման շատ կարեւոր էտապ է եւ կաթվածի ժամանակ ամենակարևորը չհուսահատվելն է։ Պետք է ամեն ինչ անել արագ, շտապ եւ չհուսահատվել վերջում, որովհետեւ շանսերը կան, ուղեղը պլաստիկ օրգան է, պլաստիկ նշանակում է ինքը կարող է նույնիսկ վնասված զոնայի ֆունկցիան իր վրա վերցնել ժամանակի հետ, եթե իր հետ աշխատել, եթե չաշխատել, բարգած քարիտակը ջուր չի գնում։ Շնորհակալություն Բժիշկ Սահակյան, շատ ինֆորմատիվ եւ շատ կարեւոր զրույցի համար, ցավոք մեր ժամանակը սպառվեց, բայց դեռ շատ հարցեր կան քննարկելու եւ երևի թե մենք եւս մեկ թողարկում կստեղծենք, որը կպատասխանի մնացյալ հարցերին։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր եվրոպական էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզները լավագույններից են եւ մեծ հրճակ են վայելում Ամերիկայում, Եվրոպայում եւ Ճապոնիայում։ Ընտրեք United Orthopedic-ը եւ բարելավեք ձեր կյանքի որակը։ Դուք արժանի եք լավագույնին։ Հաղորդման գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշն իր էնդոպրոթեզների համաշխարհային բրենդով։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք խոսեցինք մի խնդրի մասին, որը մեծ տոկոսներով բերում է հաշմանդամության եւ ցավոք սրտի մահվան։ Սակայն նորագույն տեխնոլոգիաները եւ բժշկությունը տալիս է դրանց մեծ մասի լուծումը, եթե ճիշտ ժամանակին հասնել հիվանդանոց, դիմել պրոֆեսիոնալ կենտրոններ եւ պրոֆեսիոնալ մասնագետների, ապա հնարավորություն կլինի ոչ միայն փրկել կյանքը, այլ նաեւ խուսափել հաշմանդամությունից։ Եղեք առողջ, եղեք երջանիկ, իմունիտետի հետ միասին։